Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ, առաջինի եթերում բանավեճն է, անվտանգություն, դա այն եզրույթն է, որը շարունակում է հուզել բոլորիս, որովհետև դա ոչ թե մեր անցյալի, այլ մեր ապագայի մասին է, եւ մեր ապագան է այն, ինչ է հուզում կոնկրետ մեզ, ինչի շուրջ մենք առաջինում շարունակում ենք կառուցել քննարկումներ, բանավեճեր, վերլուծություններ եւ այսօր մենք հերթական բանավեճ ունենք այս թեմայի շուրջ, մեր հյուրերն են Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, բարև ձեզ Տիկին Հակոբյան, եւ ՆԺԱՐ սահմանադրական շարժման համահիմնադիր Գարեգին Միսկարյանը, բարև ձեզ պարոն Միսկարյան։ Առաջի հարցը այսպիսին է, երևի թե ուղղեմ առաջինը ձեզ Տիկին Հակոբյան, ինչպեսի մոտեցումներ ունի քաղաքացիական պայմանագիրը մեր ապագա անվտանգության հետ կապված, ինչպես եք դուք պատկերացնում ապագա անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, ինչպես եք պատրաստում դա կառուցել Եվ ինչ է առաջարկում մեր հասարակության։ Մենք երկար ժամանակ է խոսում ենք, որ միայն բանակը վերազինելով, միայն մեր անվտանգության համակարգը, ֆիզիկական անվտանգության համակարգը հզորացնելով, չենք կարող այս տարում ասել, որ մենք ունենք 100%-անոց անվտանգություն։ Այսօր անվտանգությունը նաև սա լեգիտիմության ամրապնդումն է, որպեսզի կարիքը չլինի բանակը գործարկելու, որովհետև այս տարում չես կարող ուժեղ լինել, հատկապես մեր հարևանների նման հարևաններ ունեցող երկրներում, չես կարող այնքան ուժեղ լինել կամ ումից ուժեղ լինել, քանի բանակից ուժեղ լինել, վարչապետը շատ նկարագրական դրա մասին խոսել է, եւ մենք անվտանգությունը տեսնում ենք այնպես, ինչպես նաև վերջին շրջանում գործում ենք։ Ես ուզում եմ նկատեք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ տևական ժամանակ շուրջ 1.5 տարի է սահմանին կրակոցից ոչ ոք չի զոհվել, վիրավոր չենք ունեցել, այսինքն այն մեր ասած անվտանգությունը, խաղաղությունը, որի մասին խոսում ենք, սա, որ ասում ենք եկել է, սա թվերով էլ եւ իրադարձություններով էլ շատ ապացուցելի է, բայց ինչպես ասացի, նաեւ շատ կարեւոր է, որ մենք ունենանք այն լեգիտիմության աստիճանը եւ այն վստահությունը հարևանների հետ, հատկապես այն երկրների հետ, որից ուղիղ սպառնալիք կարող ենք տեսնել կամ տեսել ենք մինչ այժմ, պետք է ունենանք այնպիսի հարաբերություններ եւ փոխվստահություն, որ ապագայում նաեւ չունենանք մտավախություն, որ կլինի ոչ խաղաղ։ Պարոն Միսկարյան, խաղաղությունը եկել է, դուք մտավախություն չունեք, որ ոչ խաղաղ չի լինելու։ Ես կուզենայի, որ խոսենք ապագայի մասին եւ թե ինչպես պետք է կառուցվի մեր անվտանգային համակարգը, բայց կուզենայի անդրադառնալ հնչած խոսքին, հատկապես լեգիտիմության Մենք կխոսենք այդ մասին, ամեն ինչ հերթով կարող հատկապես լեգիտիմության միֆի մասին, որովհետև ինչ է նշանակում ըստ էության քաղաքական կամ ավելի պարզ լեզվով այն ինչ որ հնչեց հիմա մեր տաղավարում, դա նշանակում է, որ մենք ունենք երկու մեզանից ուժեղ հարևան, մենք զորքով իրանց դեմ չենք կարող ոչինչ անել եւ հետեւաբար մենք պետք է կատարենք իրանց բոլոր պահանջները, որպեսզի իրանք լեգիտիմ իրավունք չունենան մեր վրա հարձակվելու Բայց մենք հասկանում ենք, որ ցանկացած պետություն, որը շարունակաբար կատարում է հակառակ կողմի պահանջները, հնարավորություն կունենա։ Կատարում է հակառակ կամ հակառակորդ կողմի պահանջները, դրա ինչ որ ժամանակ կարող ես դու սահմանին զոհ չունենալ, բայց որպես արդյունք դու կարող ես կորցնել քո պետականությունը, որովհետև դու փոխանակ հզորացնես քո պետությունը, դու գնում ես այդ կերին ընկած այդ հակառակորդի թշնամու կատարում ես նրա կողմից դրված բոլոր պահանջները, բոլոր պայմանները եւ ըստ էության քո տնտեսական, քաղաքական, ռազմական եւ բոլոր տեսակի անվտանգային խնդիրները մղվում են հետին պլան, քո միակ խնդիրը դառնում է հարևանի կողմից կրակոց չունենալը ու դու
խոցելի ես դառնում ավելի ժամանակի մեջ, քան եղել ես կամ կարող էր լինել, եթե դու ճիշտ կառուցեիր քո անվտանգային համակարգը։ Եվ վերջերս տեղի ունեցավ համապարփակ անվտանգային համակարգի այդպես վեհաժողով, որին ներկա եղել նաև վարչապետը, եւ մենք տեսնում ենք, որ հենց իր խոսքով այդ լեգիտիմությունը որպես առանցք դրված է մեր քաղաքական անվտանգային փիլիսոփայության հիմքում։ Կներեք, բայց այդ լեգիտիմա թե չէ, որոշում է դիմացի կողմը։ Այսինքն, եթե քո խնդիրն է հաճոյանալ կամ չգիտեմ, կատարել բոլոր պահանջները, որպեսզի քեզ ընկալեն որպես լեգիտիմ, դա իրենց հայացողության ես դու թողում։ Այդտեղ ոչ մի սուբյեկտայնության, սուբյեկտայնացման մասին խոսք լինել չի կարող։ Եվ ես կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության համար ամենավտանգավոր ճանապարհն է, որը մեզ ըստ էության ոչ միտեղ չի տանելու, բացի այն, որ մենք ունենալու ենք ավելի թույլ բանակ, ավելի նվազ տնտեսություն, ավելի ընկճված հանրություն եւ ըստ էության նաեւ խթանվելու է արտագաղթը, որովհետեւ այն միջավայրում, որտեղ դու չես կարողանում արժանապատվորեն պաշտպանել քեզ ու քո անվտանգությունը, այդտեղ հասարակությունը անելու բան չի ունեն։ Ձեր հարցը խնդրեմ։ Ասացիք, որ այնպես են իբր մենք ասում ենք, որ լեգիտիմ իրավունք չունենան հարձակվելու։ Լեգիտիմ պատճառը որը պետք է լինի հարձակվելու մեր վրա։ Կներեք, բայց ասում եմ, լեգիտիմ չէր են, որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա եւ հայաթափեց Արցախը։ Դա բացարձակ լեգիտիմ չէր, Ադրբեջանը պարտավորվածություն ուներ զենքի ուժով չլուծելու Արցախի հարցը, բայց նույն ձեր վարչապետի գործած սխալ քայլերի, անհեռանկար գործողությունների արդյունքում Ադրբեջանը հարձակվեց, հիմա էլ նույն վարչապետին ստիպում է միջազգային հանրության մեջ զիջել բոլոր իրավունքները եւ ըստ էության լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, ցեղասպանությունը եւ սա ակնհայտ փաստ է, որ այդ Ադրբեջանի համար անհրաժեշտ չի որևէ հիմք Հայաստանին ճնշելու այդ օղակը, որը գցել է Հայաստանի վզին, ավելի սեղմելու եւ ըստ էության նաեւ շնչահեղձանելու համար։ Այսինքն նստել, սпасել կամ քայլեր անել, որը որ կարող է Ադրբեջանին այսպես լեգիտիմ իրավունք չտալ Հայաստանի այս տարածաշրջանում չեզոքացնելու եւ ակնկալել, որ դա հնարավոր է Ադրբեջանի կամ Թուրքիայի բարի կամքի միջոցով, դա միամտություն է առնվազն։ Դուք հասկանում եք, որ դեռ երկար կարող եք նման պոպուլիստական տեքստեր ասել, պոպուլիստական չի այն ինչ տեղի է ունեցել մեր բոլորի պոպուլիստական, եւ տարիներով այդ նույն պոպուլիստական տեքստերը հնչել են եւ դրա արդյունքը եղել է վաղուց Ղարաբաղի հարցի լուծման մասով պայմանավորվածություն, վաղուց հասկացել են նախկին իշխանությունները, որ այսօր ընդդիմություն են, ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հետ եւ խնդրում եմ չգցել Ադրբեջանի ագրեսիան այս իշխանության գրպանը, որովհետեւ Ադրբեջանն է ագրեսիա կիրառել եւ երբ որ ասում ենք լեգիտիմ, դա լեգիտիմություն չունի հարձակումը։ Մենք հասկանում ենք ճակերտավոր լեգիտիմություն, այսինքն առիթ հարձակվելու, հա? Ասենք ասում ես առիթ ունեմ, սա իմ սուվերեն երկիրն է, սա իմ սուվերեն տարածքն է եւ կա օրինակ ներկայություն այլ երկրի ռազմական ներկայություն կամ իշխանություն։ Դուք լեգիտիմացնում եք Ադրբեջանի ագրեսիան, դուք հիմա դուք իմ նախադասությունը չեք լսում։ Ասեմ, Ադրբեջանը չուներ լեգիտիմ իրավունք եւ ոչ մի իրավունք սպանելու մարդկանց, հարձակվելու մարդկանց վրա։ Բայց Արեց եւ մենք քննադատել ենք հետեւողականորեն։ Ինչա նշանակում քննադատել ենք, դա մեր խնդիրը քննադատելը չի, մեր խնդիրը զսպելն է Ադրբեջանի հնարավոր հարձակումները։ Հիմա որ մի հատ Գասյոնիկը գրավի, մենք էլի քննադատենք, կլինի այդպես։ Պարոն Միսկարյան, կլսեք միջին վերջ։ Լսում եմ։ Եվ այն տեքստերը, որը դուք ասացիք, բերեց Հայաստանին, հասցրեց այն օրվան, որ մինչ հեղափոխությունը ընդամենը երևի 1 ամիս հեղափոխությունից առաջ Սերժ Սարգսյանը նախկին ղեկավարը Հայաստանի հայտարարեց, որ վերջ պատերազմը անխուսափելի է եւ որ բանակցությունները փակուղում են եւ վերջ։
Այսինքն պատերազմ լինելը մենք նաև դրանից 2 տարի առաջ տեսել էինք անոնց պատերազմի, քարորյա պատերազմի տեսքով։ Հետևաբար հիմա խոսել, որ մեր անհեռատեսության արդյունքում է եղել Ղարաբաղի վրա հարձակումը։ Ղարաբաղի վրա հարձակումը լեգիտիմացնել ասելով, որ մենք ենք մեղավոր, ոչ թե Ադրբեջանը, սա ուղիղ, հա, Հայաստանի մեղադրանք է, որը այդպես տողատակով ասվում է եւ չեք հասկանում, թե տակը ինչ կա դրված։ Ես չեմ ասում Ադրբեջանը իրավունք ուներ կամ մենք ենք մեղավոր, ես ասում եմ անհեռատես քաղաքականության հետևանքով։ Ես դուք շատ երկար եք խոսել, ես ուզում եմ ամեն ինչին անդրադառնալ։ Դե ամեն ինչին ճիշտ անդրադարձեք, ամեն ինչին չենք կարող անդրադառնալ։ Չէ, օղակ է գծված Հայաստանի վզին, ես ուզում եմ ամբողջությամբ հակառակն ասեմ։ Այն օղակը, որը տարիներով գծված է եղել Հայաստանի վզին, հիմա այդ օղակը չկա։ Ոչ, դուք մի ձեռքից վերցրել եք տվել եք մի ուրիշի ձեռքը։ Ես կսկսեմ ձեզ ընդհատել, ուրեմն, եթե այդպես ենք ուզում գնալ։ Չէ, ընդհատել, հարգելի դերս, եկեք բանավեճի կանոնները պահպանենք։ Այդ օղակը դուրս է եկել Հայաստանի վզից, դուրս է եկել ոչ միայն ռազմական ագրեսիա կիրառած երկրների գծած օղակը, այլ գերտերությունների գծած օղակը։ Հայաստանը այսօր ավելի սուվերեն է, քան երբևէ։ Հայաստանը այսօր գործընկեր է ժամանակին օղակ գծած մեր վզին երկրների հետ։ Եվ սա, ինչպես տեսնում եք, բերում է լիքը դրական բաների։ Այդ դուք հիմա նշում եք, որ տնտեսությունն այսպես, բանակը այսպես, մեր բանակը ավելի ուժեղ է, քան մինչ պատերազմը, մեր բանակը ավելի կայացած է, քան մինչ պատերազմը, մեր երկիրը ավելի լեգիտիմ է, քան մինչ պատերազմը, մեր անվտանգային համակարգը ավելի կայուն է եւ ապագան ավելի խաղաղ, ավելի ինստիտուցիոնալ է, քան նախկինում։ Տնտեսության մասով էլ թվերը ամեն ինչի մասին խոսում են եւ սրա մասին առանձին ուղղակի չէ, կարելի է այդպես ասել, հա, տնտեսությունը գահավիժում է, անվտանգությունն էսպես է, ժողովուրդն այնպես է, ժողովուրդը լավատես, շատ զգուշավոր լավատես է, իր ապագան կապում է այս երկրի հետ։ Խնդրում եմ բավական է ժողովրդին ասել, ամեն ինչ շատ վատ է, թողեք այս երկրից գնացեք, սա երկիր չէ, չի կարելի։ Տեսեք, լեգիտիմության մասին ենք խոսում։ Հիմա մեր երկրի հարավում հստակ գնում է գործընթաց սահմանազատման Սյունիքի մարզում, որքանով ես հասկանում եմ այնտեղ, որտեղով անցնելու է այդ ճանապարհը։ Եվ այդ սահմանազատումը երբ որ եղավ սահման, հայ-ադրբեջանական սահման երկու կողմից։ Արդյոք դա նշանակում է, որ Ադրբեջանը այլևս լեգիտիմ իրավունք չի ունենա հարձակվել Հայաստանի վրա, եթե ինքը ճանաչել է այդ սահմանը եւ եթե սյուները դրված են։ Կներեք, էլի Ռուսաստանը ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ես օրինակներ եմ։ Մենք այդ մասին կխոսենք։ Ես օրինակներ եմ։ Սիրիայինն էլ են ճանաչել։ Այո, այսինքն միջազգային հարաբերություններում սուբյեկտ լինելը չի որոշվում միայն այդ սահմանային նշանակներով։ Բայց համաձայնենք, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը տարբեր քաղաքական կատեգորիաներում են։ Դու համաձայնեք դուք, որ աշխարհը փոխվում է եւ այդ քաղաքական կատեգորիաները կարող են փոխվել։ Կարող են, ամեն ինչը հնարավոր է։ Եվ հենց այդտեղ է, որ մենք պետքա մեր անվտանգությունը վերապահենք ոչ թե հնարավոր ագրեսորներին զիջելով մեր իրավունքներն ու մեր դիրքերը, այլ պետքա մեր պետությունը կայացնենք այնպեսին, ինչ իրավունք ենք զիջել, եկեք ուղղակի խոսանք, հստակ խոսանք, ինչ իրավունք է Հայաստանը զիջել ագրեսորին, խնդրում եմ, թվարկեք, ինչ իրավունքներ են զիջել Մինսկի խմբի ցրելը, միջազգային իրավունքի ոչ, դա պարտադրվել Ադրբեջանի կողմից, դա մի ներկայացրեք մեր զիջումները, որպես հաղթանակներ։ Ես պատասխանեմ, դուք զիջումն ասեք, հիմա պատասխանեմ, հիշում եք նոր, որ հիշատակում էի Սերժ Սարգսյանին, որ ասում էր բանակցությունները փակվում է վերջ պատերազմի։ Բա ինչ է, Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում, որ ես իմ օրակարգով եմ գալիս այդ խաղաղությունը հաստատելու։ Մինսկի խմբի մասին, Մինսկի խմբից ենք չէ՞ խոսում, եկեք չգծենք էլի։ Բայց դուք ասում եք Սերժ Սարգսյանն եք։ Պարոն Միսկայան, խնդրում եմ, որ լսեք նախադասությունը։ Ասում եք Մինսկի Ասում եմ Մինսկի խմբի լուծարումը, լուծարման այն որ հավանականությունը եւ լեգիտիմությունը, շատ ենք այդ բառը օգտագործում, թույլ տվեք գնահատել Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, որ բանակցությունները փակվում են, պատերազմն անխուսափելի է, ինչի համար մի ընդհատեք մինչև ստեղ էի հասել, ինչի համար կոչված է Մինսկի խումբը, որովհետեւ խաղաղ ճանապարհով հանգուցալուծվել հարցը։ Այո, բայց դուք փակեցիք այդ հարցը։
Ասում եմ, Սերժ Սարգսյանը արդեն փաստել էր, որ չկա։ Դուք եք դիմում տվել Մինսկի խումբը լուծարելու։ Երեք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար էր ստեղծված Մինսկի խումբը։ Երեք համանախագահների առանձին արված հայտարարություն է, որ Մինսկի խումբը չի գործում, արդյունավետություն չունի։ Մի բան է, արդյունավետություն չունի։ Երեք համանախագահ երկրները ասում են, գնահատական եք տալիս, հիմա չի գործում, թե արդյունավետ չի։ Իրանք են ասում, ես հիմա շատ բան են ասում։ Ես մեջբերում եմ ասում, համանախագահ երեք երկրները հայտարարել են 22-23 թվականներին, որ Մինսկի խումբը չի գործում, որովհետև իրենք ոչ խոսում են համանախագահ երկրների իրար հետ, ոչ որևէ արդյունքի են հասել եւ իրենք էլ փաստել են, որ իրենք ոչ մի արդյունքի չեն կարողանում հասնել։ Ուղղակի ֆորմալ մնացած ինչ որ մի բան է, բացի դա, երբ որ մենք հայտարարում ենք, որ խաղաղություն է, դա ոչ մեկ չի նկատում։ Ադրբեջանի նախագահը գնում է իր երկիր, էլի կներեք, դե խաղաղություն չի ախր։ Դե դուք ինչն ենք զիջել, ասեք։ Ասում եմ Արցախի ժողովրդի իրավունքներն եք զիջել։ Դա մեր պետականության հետ ինչ կապ ունի։ Մեր պետականության հետ ինչ կապ ունի։ Մենք կապենք մեր արտաքին քաղաքականությունը ուղիղ Արցախը Հայաստան էր եւ չէ, մենք էլ որոշեցինք, որ դա մեր պետականության հետ կապ չունի։ Մեր պետականության, մեր հարաբերությունների միջազգային գործընկերների հետ, այդ թվում հարևանների հետ հարաբերությունը պետք չի փոխկապակցել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հետ։ Երբ որ դա զուգահեռվել է, երբ որ դա բերել խաչվել է եւ դարձել է մի շահ, այդ ժամանակ մենք սկսել ենք զիջել բանը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը։ Մենք հասել ենք, հեսա դրան էլ կանրադառնամ։ Մենք հասել ենք ինչ էի ասում, ընդհատում եք բանը սկսել։ Ես շարունակեմ ձեր միտքը, պաշտպանելով ձեզ։ Ուրեմն հա, բայց Ադրբեջանի մասին եք խոսում, Արևմտյան Ադրբեջան։ Չէ, դեռ չենք խոսում դրա մասին։ Իրողությունը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի զիջողական, այսպես կոչված քաղաքականությունը մերժելով որոշեց, որ ինքը պետքա դեմ գնա Սերժ Սարգսյանին եւ եկավ իշխանության։ Եկավ իշխանության, ծանոթացավ այդ ամբողջ գործին եւ բավարար համարձակություն չունեցավ խոստովանել ժողովրդին, որ ոչ մեր բանակն է պատրաստ պատերազմի, ոչ մենք որպես պետություն եւ մեր ինստիտուտներն են պատրաստ պատերազմի, ոչ էլ ինքը որպես ղեկավար ի վիճակի է 18 թվականից ինչքան ժամանակ որ կտևեր այդ պատերազմը չեզոքացնելու հնարավորությունը քայլեր անի, որպեսզի այդ Սերժ Սարգսյանի ասեմ որ քայլերը դրանցից մեկը կարող է լինել Հայաստանի ժողովրդավարացման ծրագիրը։ Չէ։ Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը եկել է, ինքն է խոստովանել։ Ինքը եթե այդտենց օրգանիկ չի լինում արդեն։ Ինքը խոստովանել է, որ օրգանիկ չի լինում, երբ որ իրար չեք լսում։ Ինքն է չէ խոստովանել, ասել է, որ պատերազմը կարող է չլինել, այսինքն զիջումների գնալ, բայց այդ դեպքում ինձ դուք կհամարեիք դավաճան։ Ինքն է խոստովանել։ Այսինքն այդ գործընթացի փակուղային լինելը ըստ էության Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաների եւ սեփական աշխարհընկալման պատճառով մենք ունեցանք 5000 զոհ այս պատերազմի ընթացքում, ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքների զիջում, ունեցանք Արցախի Ինչ է 5000, 4000 4000-ից ավել մարդ։ Հիմա 5000 տվյալներով 4000, չէ, 4000 կա, ավել է 4100 քանի ավելացել։ Դե չգիտեմ, այդ անհայտ կորածներ կան, որոնց դին չեն գտել, այդ մարդիկ չկան, չէ, արդեն քանի տարի։ Դա լրիվ այլ հարց, այո։ Հա։ Մի խոսքով, այսինքն մենք անհեռատես քաղաքականության պատճառով ունեցանք աներևակայելի կորուստներ, թե մարդկային, թե տարածքային, թե ինքնիշխանության, եւ մենք փորձում ենք դա ներկայացնենք ժողովրդին, որպես հաղթանակ, որը մեզ փրկել է Ռուսաստանի կամ պատասխանում եք եւ այս հարցը փակում ենք։ Այո, պատասխանում եմ։ Դուք այնպես եք ներկայացնում, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին երկու տարբերակի առաջ էր կանգնած՝ պատերազմել եւ հանձնել
եւ գնացել է պատերազմելու ճանապարհով եւ դուք հիմա մեղադրում եք չհանձնելու համար։ Ես ուզում եմ հիշեցնել, այսինքն շրջանները հանձնել եւ այլն, որովհետեւ պատերազմ չներ, դուք եք ասում եք, որ պատերազմ ձեզ եմ մեջբերում հիմա, որը բայց դուք մեջբերել եք վարչապետին։ Ես ուզում եմ ասել, որ իրականում մի հատ հետ գնանք, այդպես չի եղել։ Վարչապետը խորհրդարանի падգամավորների բոլոր ֆրակցիաների հետ ունեցել է բաց ուղիղ եթերում քննարկում։ Ներկայացրել է իրավիճակը եւ ասել է ինչ անենք ժողովուրդ, սա է իրավիճակը։ Պատերազմը սկսելուց հետո։ Մի րոպե, մինչ դա, այո, բանը։ Դե բայց ես խոսում եմ մինչև 20 թվականի պատերազմը, իրողությունները, դուք ասում եք ինչ պետք է աներ վարչապետը, որպեսզի պատերազմը չլիներ, ես ասում եմ հստակ կար։ Տիկին Հակոբյան, ասում եք ինչ պետք է անի վարչապետը եւ անցնում ենք առաջ։ Միտքս ավարտեմ։ Եվ բոլոր հնարավոր ուժերի հետ նաեւ արտախորհրդարանական քննարկումներ է ունեցել, լսել է բոլորի կարծիքները, նաև նախկին իշխանության ներկայացուցիչների այդ թվում, բացի դա ռազմական ղեկավարությունը տվել է իր եզրակացությունը, ինչքանով ենք հնարավոր դիմակայել ագրեսիային եւ ըստ այդմ համընդհանուր որոշում է կայացվել պայքարել։ Իսկ դուք ասում եք պետք է մինչև այն քայլերն անել, որպեսզի այդ ագրեսիան չլիներ։ Ես էլ ասում եմ, այն քայլերը անելու պատճառով ագրեսիան լեգիտիմացնում եք Ադրբեջանի ագրեսիան, այդպես մի ասեք։ Մենք մեր համար հանգիստ դեպքում ես չեմ լեգիտիմացնում Ադրբեջանը։ Ես երկրորդ անգամ եմ դուք նույն միտքը ասում։ Հակակով այդ է նշանակում։ Հարգելի ես ասում եմ պետք է երբեք մենք Սերսակյանի այդ եվրոպական դիտորդները, որ հիմա կան, կարող էին լինել 18 թվականից հետո։ Կարող է վարչապետը ասել ժողովուրդ, մենք չենք կարող մեր սահմանները պաշտպանել։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե մտնել Ռուսաստանի մեջ ավելի խորը եւ ավելի համապարփակ, հետո ասել ես գուբերնիայի վարչապետ էի, ես մինչեւ 21 ձեր տեսակետը հասկանալի է, պարոն Միշկարյան, ձեր տեսակետը հասկանալի, թույլ տվեք արդեն առաջ։ Այնպես ստացվեց, որ ես երբեք դա չես սիրում, բայց ստացվեց շնորհիվ ձեզ, որ մենք անդադ խոսում ենք անցյալի մասին։ Այդ անցյալը մեզ բոլորիս հայտնի է։ Եկեք ապագայից խոսենք։ Մենք բոլորս գիտենք ինչ է տեղի ունեցել, ոնց է տեղի ունեցել։ Ինչ պետք է անցյալին իրական գնահատական։ Դա մենք չենք տալու։ Սա մենք չենք կարող։ Ոչ, պատմությունները չէ, իրավաբաններն կտան։ Հենա տալիս են։ Ոչ, այս չէ դատարանը, չանկախ դատարանը։ Թույլ տվեք շարունակենք։ Ավելի քան անկախ։ Մենք այս տաղավարում այդ գնահատականը տվեցինք։ Հիմա անցնենք առաջ։ Տիկին Հակոբյան, ձեր մոտեցումները կապված մեր ապագայի հետ անվտանգային։ Հիմա տեսեք, կա երկու մոտեցում, որը ընդունված է աշխարհում։ Մեր ներքին կարողությունները դնում ենք մի կողմ։ Դուք նշեցիք այդ կարողությունները, ես համամիտ եմ այդ մտքի հետ։ Մենք ինչ որ ալյանսի անդամ ենք դառնում, տեղավորվում ենք օրինակ արևմտյան աշխարհում եւ փորձում ենք մեր անվտանգությունը ապահովել այդ ալյանսի հետ կառուցելով հարաբերություններ, պաշտպանական ոլորտում անվտանգային։ Կամ վարում ենք բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն եւ բոլորի հետ հարաբերություններ ունենալով գործընկերային հարաբերություն։ Որևէ ալյանսի մեջ չմտնելով պաշտպանական անում ենք դա այդ ճանապարհով։ Խնդրեմ ձեր մոտեցումը եւ հիմնավորումը։ Մենք տևական ժամանակ է հայտարարել ենք բալանսավորված քաղաքականության մասին, այդ թվում արտաքին քաղաքականության մասին, եւ դուք նաեւ գործնականում կարող եք տեսնել, որ մենք Միացյալ Նահանգներում ենք կարևոր փաստաթղթեր ունենում, ստորագրում եւ պայմանավորվածություններ ձեռք բերում։ Հետո օրինակ Չինաստանի հետ ենք ունենում, Եվրամիության ավելի մոտ լինելու օրինագիծ ենք ընդունում, այլ ուրեմն արևելյան, այս թույլ տվեք ասել, հա, ֆորմատներին ենք մասնակցում։ Այսինքն մենք մի կենտրոնից կախվածությունը համարում ենք սպառնալիք մեր հանրապետության համար։ Իդեպ բոլոր տեսակի մի կենտրոններից կախվածությունը, բոլոր տեսակի քաղաքականությունների, լինի տնտեսական, լինի անվտանգային, լինի քաղաքական արտաքին եւ այլն։ Հետևաբար, այո, բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելով, մենք այդ նժարը, որը ամբողջությամբ թեքված է դեպի մի կողմ, հիմա բալանսավորում ենք, համագործակցում ենք բոլոր գործընկերների հետ, իսկ ապագայի հետ կապված այդ քաղաքականությունը ուղիղ, այսպես ասած, այսպես ֆորմալ տեսք է ստանալու Սյունիքի մարզում Հայաստանի Հանրապետության խաղաղության խաչմերուկ նախագծի կամ ավելի արդեն կարելի ասել Թրամփի ուղի կոչված նախագծով, որտեղ խաչվելու են բոլոր շահերը
այդ թվում մեր եւ մեր հարևանների, որոնցից ագրեսիա ենք տեսել եւ հնարավոր է, հա, եւ նաեւ սա եւ Ռուսաստանի եւ Իրանի համար է հնարավորություն իբրև տարանցիկ ճանապարհ օգտագործելու եւ արևմուտքի։ Մինչև ծոցի երկրներ եւ այլն։ Բոլոր նժարները հավասար են անվտանգային։ Մինչև ես իմ տեսակետը հայտնեմ անվտանգության ինչպիսի մոդել ենք մենք տեսնում նժար սահմանադրական շարժումը ուզում եմ փոքրիկ գնահատական տալ տեսեք ամբողջ եւ կառավարող ուժի դա միայն օպոնենտի խոսքում չի հա ամբողջ շեշտը դրվում է մի կենտրոնից կախվածությունը փոխարինել մի քանի կենտրոններից կախվածության։ Այսինքն ոչ մի խոսք Հայաստանի սուբյեկտայնացման վերաբերյալ չկա։ Եվ սա առանցքային նշանակություն ունի անվտանգային համակարգ ներդնելու հարցում։ Քաղաքականության մասին ենք խոսում։ Չէ, դա միայն ձեր խոսքում չի։ Դա միայն ձեր խոսքում չէ, ինձ եք գծի մեջ, չէ, ասում եմ, դա միայն դուք չեք ասում։ Այո, դուք ասում եք, որ մեր մի տեղից կախվածությունը պետք է բազմաթիվ տեղերից կախվածություն ունենալ։ Ես ասում եմ, խնդիրը Հայաստանի անվտանգության խնդիրը լուծելու միակ ճանապարհը Հայաստանի սուբյեկտայնացումն է։ Եթե Հայաստանը չդարձավ միջազգային ասպարեզում սուբյեկտ, ինչ է դրա համար առաջի հերթին պետք է 3 բաղադրիչ։ Առաջինը դա պետք է ներդնել համապարփակ անվտանգային համակարգը, որը ենթադրում է ամբողջ հասարակության Մենք այդ ճանապարհին Մենք այդ ճանապարհին չենք, մենք դրա մասին ուղղակի խոսում ենք, իմիջայլոց էլ խոսում ենք մեր մի խումբ ինտուզիաստների, ջանքերի անվտանգության խորհրդում խոսում են, հետ եմ ասում, մեր մի խումբ ինտուզիաստների, հասարակական գործիչների համար հետևողական պայքարի ու ջանքերի շնորհիվ։ Այն էլ ինչ որ խոսում են, ես տեղյակ եմ ինչ են խոսում անվտանգության խորհրդում, միայն խոսում են, այսինքն որևէ շոշափելի քայլ այս 7 տարվա մեջ, լավ 7 չէ, գոնե պատերազմից հետո, ոչ մի շոշափելի քայլ չի արվել։ Այդ համակարգի հիմքը արդեն կարող է դրված լինել։ Դա առաջինը, երկրորդը։ Երկրորդը, դա պետական կառավարման համակարգի արդյունավետ եւ բալանսավորված լինելու հարցն է։ Մեր քաղաքական դաշտը կայացած չի եւ դրա բերումով ցանկացած ուժ, որը գալիս է իշխանության եւ տիրանում է լծակներին, ինքը դառնում է դոմինանտ։ Դա թույլ չի տալիս հակակշիռների մեխանիզմը օգտագործել ոչ նախագահական, ոչ պարլամենտական եւ ոչ էլ կիսանախագահականի դեպքում։ Եվ այստեղ մեր առաջարկն է ստեղծել կառավարման 4-րդ մարմինը, որը կբալանսավորի, թույլ կտա, որ դատական համակարգը իրապես անկախ լինի, այլ ոչ թե կախված նշանակումները իրականացվեն գործող իշխանությունների կամ իրենց կողմից նշանակվող նախագահի եւ այլ ինստիտուտների կողմից։ Հասարակության մասին եք ասում։ Ոչ, խոսում եմ պետական խորհրդի մասին, որը նոր ինստիտուտ է։ Մենք առաջարկում ենք ներդնել պետական կառավարման համակարգի մեջ եւ այդ սուպեր վարչապետական լիազորությունները փոխանցել այդ ոչ կուսակցական կոլեգիալ կառավարման մարմնին։ Ինչպես է ձևավորվում եւ այլն, դա մենք հանրությանը սահմանադրությունը պետք է լինի։ Բա պետքա փոխել սահման, բայց սահմանադրությունն է խնդիրը։ Հայաստանում ինչքան սահմանադրական փոփոխություններ եղել են, բոլորը միտված են եղել սեփական իշխանությունը պահելու, վերարտադրելուն։ Մենք առաջարկում ենք փոխել այս սահմանադրությունը ոչ թե այդ սկզբունքով, ինչպես հիմա առաջարկվում է, եկեք սուպեր վարչապետականը թողենք, մի երկու կոսմետիկ բան փոխենք ու հռչակագրից հղումը հանենք, դրանով հարցերը կլուծվի։ Ոչ։ Մեր կառավարման համակարգ Եվ երրորդը մեր կառավարումը պետք է լինի արդյունավետ։ Դրա համար պետք է որ նա լինի գիտելիքահեն եւ լինի թվային, որպեսզի որոշումները կայացվեն ոչ թե սովետական բյուրոկրատական տրամաբանությամբ, ոնց մենք ժառանգելու այդպես սրբորեն պահպանել ենք, այլ օգտագործվելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ ժամանակակից լուծումները, որի ուղղությամբ էլ գրեթե ոչինչ չի արվում։ Հարգելի հյուրեր, ես նաև առաջարկում եմ կներողություն ամփոփելով, միայն այս 3 բաղադրիչը ներդնելով, այսինքն անվտանգություն, գիտելիք եւ արդյունավետ կառավարում բալանսավորված, հնարավոր կլինի Հայաստանը վեր բարձրացնել ծնկած վիճակից եւ դարձնել իրապես հավասար
մրցունակ պետություն հարևանների հետ։ Հարգելի հյուրեր, ես նաև առաջարկում եմ ներքին բաղադրիչը քննարկենք, միգուցե նաև այդ շուրջ բանալիչենք, դա բանակն է, ազգային անվտանգության համակարգը, այն բոլոր ինստիտուտները, որոնք մենք ունենք։ Տիկին Հակոբյան, ինչպեսի փոփոխություններ են պետք մեզ, որպեսզի մենք ներսից ամրապնդենք մեր կարողությունները, մեր դիմակայունությունը եւ փորձենք իրոք ապահովել այդ բալանսը, որը կարծում եմ ընկած է ցանկացած խաղաղության հիմքում։ Փորձեմ այսպես միքս անել նաև պարոն Միսկարյանի ասացի հետ եւ համ պատասխանեմ, համ ձեզ պատասխանեմ։ Եթե սուբյեկտայնությունը Հայաստանի բարձրացած չլիներ, մենք Եվրամիության անդամ երկրներից սպառազինություն գնելու հնարավորություն չենք ունենա։ Ինչի մասին չենք կարող երազել, օրինակ 18 թվականին, եթե մեկը ասեր, կասեն ինչ ես խոսում։ Երկրորդը Այս ընթացքում անընդհատ ուզում եմ ասել, որ երբ որ խոսում ենք անվտանգությունից, անընդհատ ոչ միայն դուք, այլ ուրեմն ընդդիմախոսներ ուզում են ցույց տան, ուզում են այսպես կարմիր թելով անցնում են, որ մենք բանակին ուշադրություն չենք դարձնում, ասում ենք բանակը դնենք մի կողմ եւ միայն այս արտաքին քաղաքականության վրա հիմնվենք։ Արտաքին հզոր քաղաքականությունը պակաս զենք չէ, բայց շատ կարեւոր է բանակի վերազինումը, մեր անվտանգային համակարգի, այսպես ասած, բարեփոխումների ավարտը։ Իսկ այս ընթացքում դա պարբերաբար իրականացվել է։ Դուք ազգային անվտանգության ծառայության մասին եք խոսում, մեր բանակի մասին եք խոսում, ինչի մասին մենք չենք կարող շատ բարձրաձայն խոսել, հասկանում եք։ Բայց այն որ նաև, չգիտեմ, սպաներն են վերապատրաստումներ անցնում ՆԱՏՕ-ի, հա, այսպես որակներին համապատասխան, այն որ մենք սպառազինություն ունենք, լավ ձեռք ենք բերում, լավ սպառազինություն, այն որ մենք ռազմաարդյունաբերություն ունենք, սրանք խոսում են հենց բանակի մասին, բայց միայն դա չի, էլի, ներքին կանոնակարգից մինչև սպառազինություն, սա բանակի այսպես վերափոխման ծրագրի մեջ է մտնում։ Եվ մեր անվտանգային համակարգն այսօր իրեն մեզ թույլ է տալիս, հա, որոշում կայացնել, որ օրինակ զինծառայությունը որոշակի կրճատել, ինչը եւս շատ տենց քննադատվում է որոշ շրջանակների կողմից, բայց առաջիկայում որ ունենանք քննարկում, սրա մասին ավելի նաև պաշտպանության նախարարի գլխավորությամբ կկարողանանք հասարակության հետ ավելի բարձր խոսել եւ հիմնավորել դրա պատճառը։ Խնդրեմ պարոն, ձեր մոտեցումները ներքին կարողությունների մասով ինչ պետք է արվի, ինչը չի արվում։ Երբ որ ես նախորդ իմ խոսքի մեջ նշում էի այդ խնդիրները, դրանք ըստ էության ներքին կարողությունները զարգացնելու միտված քայլեր են։ Այսինքն ինստիտուտների կայացումը առաջին եւ ամենակարևոր տարն է, բաղադրիչն է, կուզեք հիմքն է ժողովրդավար պետություն ունենալու։ Մենք պետք է կարողանանք տարբերել ժողովրդավարությունը ամբողջավարությունից։ Ամբողջավարությունը այն է, երբ որ խոսքով կառավարում ես, իսկ ինստիտուտներ չկան, որոնք պետք է գործեն, ով ինչքան կարողանում, այդքան անում է։ Ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը դա ժողովրդավարության այն մոդելն է, որտեղ ինստիտուտները հստակ չափելի գնահատականներ ունեն եւ ունեն գործառույթներ եւ դրանք իրականացնում են հնարավորինս արդյունավետ։ Դրա համար էլ իր պայմաններն է պետք ստեղծել։ Եվ մինչեւ մենք չգնանք այդ ինստիտուցիոնալ վերափոխման բոլոր առումներով եւ սահմանադրությամբ փոփոխությամբ դա պետք է ամրագրվի։ Մենք չենք կարող խոսել ոչ ներքին, ոչ արտաքին անվտանգությունից։ Քաղաքական այն համակարգը, որը Հայաստանում ձևավորվել է, ինքը թույլ չի տալիս ունենալ անվտանգ միջավայր։ Ինչու՞։ Որովհետեւ ասում եմ, կենտրոնանում է ամբողջ ռեսուրսը, ամբողջ որոշումներ կայացնելու ամբողջ լիազորությունները տրվում է մի մարդու, որը իր այսպես որոշ դրոշ է վերցնում այդ օրինակ դա կարա լինի Արցախ, Հայաստանը եւ վերջ, բայց կարա լինի խաղաղության խաչմերուկ, այդ դրոշով գալիս է իշխանության կարա մի բան ասի լրիվ հակառակն անի, որովհետև հակակշիռ չկա։ Մեր խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի քաղաքական դաշտը առողջանա։ Առաջին եւ ամենակարևոր խնդիրը դա է, հավատացեք, մինչեւ մեր քաղաքական միջավայրը չառողջանա, որպեսզի առաջարկություն լինի, ոչ թե ընտրությունը լինի վատի եւ վատագույնի մեջ, այլ լավի եւ լավագույնի մեջ, մենք չենք կարող սպասել, որ
Իհարկե, կարա ինչ-որ մի օրինակ 5 տարի ենթադրենք խաղաղություն լինի։ Կարա եւ 10 տարի, 30 տարի մենք պատերազմի մեջ չենք, հա, սահմանին կրակում էին տարբեր տրամաչափի ինչ-որ բախումներ էր լինում, բայց մենք հասկանում ենք, որ դա այդպես մասշտաբային պատերազմ չէր, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, չէ՞, որ 30 տարի մենք ամեն օր պարտվել ենք Ինչու, որովհետև մենք ժողովրդավար եւ արժանապատիվ միջավայր ստեղծելու փոխարեն գնացել ենք օլիգարխիկ համակարգ ստեղծելու ճանապարհով։ Հիմա մենք շարունակում ենք նույն բացասական գիծը այն առումով, որ շեշտ չի դրվում ինստիտուտների վերափոխման ուղղությամբ։ Մենք փորձում ենք եղած համակարգի մեջ կուսակցական ինչ-որ կանոններով, կուսակցական նկատի չունեմ վատ իմաստով, բայց կուսակցության մակարդակում լուծելու հարցերով ինչ-որ խնդիրներ լուծել։ Մինչև մենք իրապես համակարգային գլոբալ վերկուսակցական խնդիրներ չդնենք այնպիսին, որ հաջորդ ընտրություններից հետո եկած կուսակցությունները իրապես կարողանան արդյունավետ գործել եւ չափելի լինի նրանց արդյունավետությունը, մենք չենք կարող խոսել ոչ անվտանգությունից, ոչ տնտեսությունից, ոչ արտաքին հարաբերություններից։ Որտեղ համաձայն եմ, իհարկե շատ բաների հետ համաձայն չէ, բայց որտեղ եմ համաձայն, որ մենք մեր իշխանավարման այս տարիների ընթացքում պայմանավորված կովիդով, պատերազմով, հետպատերազմյան շրջանով, հետո նաև Հայաստանի վրա հարձակումներ հիշում եւ այլն, այսինքն առաջնային հարցերի լուծմամբ մենք ներքին ինստիտուտները այնպես չեն կայացրել, որ ես հիմա մնացած հարցերի նման ձեզ հակադարձեմ ասեմ ոչ, համաձայն եմ, մենք պետք է ունենանք այն խաղաղ ժամանակը, կարող եք չէ համաձայնել ասած։ Մենք չենք կարող պատերազմական կամ հետ պատերազմական իրավիճակում այդ ինստիտուտները բայց պատերազմական այդ ժամանակ պարոն Միսկայան շատ առաջնային հարցեր են լինում, որի ամբողջ ներուժը ուղղում ես դեպի այդ ուղղությամբ, բայց այս որ արդեն խաղաղ իրավիճակ է եւ ապագայում դա ավելի ինստիտուցիոնալ է լինելու, մենք հնարավորություն ենք ունենալու ձեր մատնանշած բացերը ինստիտուցիոնալ ճանապարհով լծվել դրանց լուծմանը։ Բայց ինստիտուտների կայացման հետ կապված, տեսեք, 18 թվականից եք խոսում։ Մենք հասկացանք այդ ձեր քրեաօլիգարխիկ համակարգ, թալան SN, մենք ինչ արեցինք, մենք վերջեցինք հատուկ օրենք ընդունեցինք ապօրինի գույքի բռնագազան, մենք ինստիտուտ ստեղծեցինք հակակոռուպցիոն դատարան եւ այլն, հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծեցինք, որտեղ եղավ ձեր կողմից նշանակվող մարդը, այսինքն դուք ստեղծեցիք անկախ Պարոն Միսկայան, ես ձեզ երկար լսեցի, դուք շատ երկար խոսում եք, հիմա ես թույլ տվեք արձագանքեմ։ Հետևաբար, որոշ ինստիտուտներ մենք սկսել էինք կայացնել եւ քաղաքացիներն իրենց վրա կարող են զգալ այդ կայացման այդ առաջընթացը։ Մենք ունենք անհամեմատելի լավ ենթակառուցվածքներ։ Ես այս 1.5 ամսվա ընթացքում մեր բոլոր մարզերում եւ խոշոր համայնքներում եմ եղել եւ քաղաքացիները տեսնում են նոր կառուցված դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, մշակույթի տներ, տեսնում են կյանք, զբոսայգիներ, տարբեր բաներ եւ չկա համայնք, որտեղ քաղաքացին գոհ չէ իր այդ մեր նաեւ առաջարկած այդ բարեփոխումներից, որ արդեն գետնի վրա տեսնում է։ Բայց այո, մենք ինստիտուտների կայացման դատական համակարգի խնդիրներ մենք տեսնում ենք եւ մենք ենք բարձրաձայնում այդ համակարգը։ Երբեմն նաեւ քննադատություն է հնչում, որ այս ինչ բանին փոխում եք պաշտոնային, ինչ պաշտոնային փոխում եք, բայց այդ է նաեւ, հա, սխալը ընդունել եւ ուղղել, սխալը ընդունել եւ ուղղել։ Եվ հիմա մենք այդ ճանապարհով ենք գնում, բայց մեզ պետք է խաղաղ շրջան, որովհետեւ մենք կարողանանք ինստիտուտները կայացնենք եւ վստահ եղեք, որ առաջիկայում դա եւս շատ զգալի է լինելու։ Ես փոքր որ դուք ուզում եք ինստիտուտները կամ կուզենաք ինստիտուտները կայացնել, իմ մտավախությունը հետեւյալն է, որ ինչպես օրինակ ձեր բերած դպրոցների եւ մանկապարտեզների օրինակ, այո, դուք սարքում եք դպրոցներ եւ մանկապարտեզներ, վարչապետը գնում է, ստուգում է եւ կախիճը չի պահում, դա կամ ցնցուղը տալիս են կրթության նախարարին ասեն փոխեք, չէ, մի ուրիշ բլոգերը, չէ, խնդիր կա, այսինքն չէ, դուք կարող
50 հատ դպրոց կառուցել։ Դուք եք 50 դպրոց մեր շինարարն է սարքում։ Մենք այդ ցնցուղի գույնը մենք չենք կարգը ընտրում։ Պարոն Միսկարյան, եկեք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Եկեք մենք հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Դուք չեք արձանագրել մեզ ասել գրպանել ես 50,000-ով պետքա սարներ, 5,000-ով է սարել։ 45-ը դրել գրպանը։ Գնացել էր երեք նայել YouTube-ը։ Քաշմա քարը բայց ձեր սարկած մակապատը։ Որոշ դեպքերում հենց չավարտած գործերն ա գնում փոխում, խնդրում եմ։ Տիկին Հակոբյան, եկեք չպրիմիտիվացնենք մեր բանավեճը, մենք խոսում ենք անվտանգություն։ Չէ, խոսում ենք մեր մոտեցումների մասին, դա է անվտանգության ապիչների մասին խոսելը, մենք անպայման կխոսենք ապիչների մասին։ Եթե համակարգը չի աշխատում, որպեսզի գնումների մասին օրենքով Միսկարյան, կխոսենք այդ խնդրի մասին մեր հաջորդի բանավեճերում։ Հիմա հարցս, եթե կարելի է։ Չինաստանի հետ մեր հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան, մեր անվտանգությունը ամրապնդում են թե թույլատրում։ Կարճ պատասխանեմ էլի։ Կարող եք երկար պատասխանել։ Նիկոլ Փաշինյանի որպես այս սուպեր վարչապետական կառավարման համակարգի պաշտպան ներկայացուցիչ բոլոր գործողությունները ժամանակավոր են, այսինքն նկատի ունեմ իրենք որևէ կշիռ երել ես փոփոխվող աշխարհում։ Նիկոլ Փաշինյանի արած գործը արժեք կունենար, երբ որ մեր պետության մեջ իրականացվող փոփոխությունները լինեին որակյալ։ Երբ Նիկոլ Փաշինյանը կգնա կհանդիպի Չինաստան, կգնա կհանդիպի Ամերիկա, Տրամպի ձեռք կսեղմի, Սի Ցզինպինի ձեռք կսեղմի, գուցե Կիմ Չեն Ինի ձեռք կսեղմի, դա մեզ ինչ է տալիս։ Բացի այն, որ այդ մարդը փորձեմ ես պատասխանել։ Եթե թույլ կտաք։ Հիմա եթե այս այցի շրջանակներով եւ արդյունքում մենք Չինաստանից սկսենք ստանալ զենքեր, նոր զինատեսակ։ Իսկ եթե դա համարեք արդյոք թե ոչ։ Իսկ եթե այդ զենքը համարեք թե ոչ։ Չէ, դայած ինչ զենք ենք ստանում։ Դուք անվտանգությունը կներեք, անվտանգությունը դա մի հատ բան չէ, էլի ամրոց չի։ Մենք էլ միջնադար չենք, որ ասենք, ահա նետերը կա, վերջի տարբեր կանայք կկրակեն։ Այդ զենքը կիրառելու համար բանակա պետք չի։ Ես նորից եմ կրկնում, երբ որ մենք առել էինք Ռուսաստանից ինքնաթիռ, բայց չունեինք դրա կրակող մեխանիզմները, այդ հրթիռները, մեզ պետք է այդ ինքնաթիռը, թե չէ։ Մեզ համակարգ է պետք, մեզ ոչ թե Չինաստանից զենք է պետք եւ Ռուսաստանից դրա մասնագետը, թույլ տվեք եւ ես գնահատում եմ մոտեցումները լինելով նաեւ Ահա, չեք ավարտել։ Չէ, կներեք։ Ես հասկացա ձեր մոտեցումները ինստիտուտների մասով։ Հիմա ես կոնկրետ հարց եմ տալիս։ Մեզ վաճառում են չինացիներ։ Օրինակ եմ ասում։ Նետը եւ աղեղը։ Իրար հետ։ Չէ, ես դա եմ ասում, որ հիմա միջնադար չի եւ նետով եւ աղեղով չի որոշվում քո անվտանգությունը։ Բայց Ադրբեջանը այդպես որոշեց, բան։ Չէ, կներես ոչ, Ադրբեջանը այդ զենքը ինստիտուտների բաղադրիչն է։ Ադրբեջանը կարողացավ հայտարարի գալ իր արտաքին քաղաքական հարաբերությունները Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, ինչու ոչ ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ։ Այո, դե հիմա դուք ասում եք, որ մենք Չինաստանից զենք առնենք, լավ է թե վատ է։ Կներեք, եթե Չինաստանը մեզ ավտոբուս էլ նվիրի, էլի լավ է, բայց արդյոք դա մեր անվտանգությունը ապահովելու համար բավարար է։ Ոչ, մոտեցումը հասկանալի, խնդրեմ տիկին։ Լավ է թե վատ է։ Շատ բան է, տարօրինակ խոսակցություն է էլի ստացվում, որովհետև տեսեք, պայմանագիրը կնքում ես, ասում եմ, դա ընդհանրապես պայմանագիր է։ Հետագայում ոչինչ չի լինելու։ Զենքը ձեռք ես բերում, ասում են։ Զենքը ոնց պետք է կիրառել։ Մի րոպե, առհասարակ եմ ասում, դրանց առաջ կիրառել։ Բայց ես նվում եմ, չէ, սա չի լինում, եթե ես կիրեմ դուք տղամարդ։ Մա նույն զրոյց խոսքս կառուցա։ Խնդրեմ։ Պայմանագիրը կնքում ես, ասում են, դա ոչ մի բան է, մի ոգևորվեք։ Շատ լավ։ Զենքը ձեռք ես բերում, ասում են, բա կիրառել եմ։ Կիրառելու համար նաև համաձայնություններ ես ունեմ երկրների հետ, որ կարողությունների զարգացում եւ այլն, գիտեք, տարբեր նաև Միացյալ Նահանգների հետ մեր կնքած համաձայնագրերը, ասում են դա ոչ մի բան է, զենք։ Զենքը բերում ես, ասում են զենքը միայն անվտանգություն չէ։ Ասում ես լեգիտիմության ամրապնդում, ասում են դա չէ, պետքա զենք։ Այսինքն ինչ անում ես, ես մի հատ, բայց ես մի հատ դրական բան եմ նկատում, որ ասում են ձեռք են բերվում պայմանավորություններ, այո, բայց այ ինչ որակի է այդ ամեն ինչը
Այ դա հարց է։ Կիրառական այսինքն մի level բարձրացել ենք, հա, ամեն ինչ սուտ չէ, ամեն ինչ նախընտրական քարոզչություն չէ, ուղղակի կաղատեմպերից ենք դժգոհ, կաղավորակից ենք դժգոհ, ինչի հետ կապված մենք աշխատելու տեղ ունենք։ Եվ վերջի հարցը երևի թե շատ կարևոր հարց, որը առանց որի պատկերացնել անվտանգային միջավայրը հնարավոր չէ եւ մեր վաղ ոչ վաղ անցյալը, ցավալի անցյալը դրա բաղապացույցն է։ Հարցը ստեզ է ողում առաջինը, պարոն Միսկարյան։ Հայաստանում ինքնիշխան որոշումների մակարդակ այս պահին թույլ է տալիս մեզ ապահովել անվտանգային միջավայր, եթե մենք աշխատենք ձեր նշած ինստիտուտների ձևավորման ուղղությամբ։ Մենք այդ հնարավորությունը ունենք այդ որոշումները կայացնենք եւ իրագործենք։ Օրինակ շատ եթե ապա այո, եթե կարողանանք, եթե մենք լինենք ինքնիշխան, եթե մեր որոշումները միտված լինեն մեր պետական, ինչպես ասացի, ինստիտուտների կայացմանը, եթե մեր կարած քայլերը միջազգային ասպարեզում բերեն բալանսավորման կամ թույլ տան մեզ բալանսավորել, եթե մենք կարողանանք այս անել այն անել, եթե ինչու ոչ։ Այդ իրավունքը մենք ունենք հիմա այդ հնարավորությունը այդ որոշումները կայացնելու Երևանում ունենք, թե ոչ։ Շատ բարձր, այո, հիմա մենք խոսեցինք զենք ձեռք բերելու այլընտրանքային ճանապարհների մասին, ասելով, որ այ մինչև պատերազմը մենք միայն մի տեղից կարող էինք զենք ձեռք բերել, պատերազմից հետո այլ տեղերից կարող ենք զենք ձեռք բերել։ Այո, բայց կներեք, դրանք էլի մեր ձեռքբերումները չէին որպես այդպիսին ուղիղ։ Նախ մենք դրա համար շատ մեծ գին ենք վճարել։ Երկրորդը, այն որ մեզ պետքա զենք տար, ինքը չունի այդ զենքը։ Իրանա զենք պետք։ Եվ բնականա լեգիտիմ հնարավորություն չկա, որ ինքը այո, այսինքն պարզ է, չէ, որ մենք կարող ասենք կներես, բայց դե որ դու չես տալիս, մենք ստիպված ենք գնանք Ֆրանսիայից առնենք։ Դա մի մոտեցում է։ Այլ մոտեցում է, երբ որ դու ունես հնարավորություն, բայց դու մերժում ես եւ գնում ես դա է լեգիտիմ քո իրավունքը, հա, իր տնտեսությունը չխթանել, օրինակ գնալ եւ ուրիշ տեղից առնել, ենթադրենք, կամ փոխում ես քո անվտանգային հայեցակարգը դրա բերումով, էական չի։ Հիմա ավելացել է արդյոք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, այո։ Ինքնիշխան որոշում կայացնելու հնարավորությունը ավելացել է, այո։ Ավելացել է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը, այո։ Նախկինում չի եղել այդքան մեծ հնարավորություն գնալ եւ քո խղճից բխող խոսքը ասել եթերներում, հիմա եւ դրա հնարավորությունը համեմատաբար կա։ Բայց այն ինչ որ ես տեսնում եմ ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին, դրանք ավելի վատ տեղ են տանում իրենց վերջնարդյունքով ավելի վատ տեղ կտանեն, այսպես ասեմ, եթե առաջիկա ընտրություններում չլինի վերափոխում։ Եթե մենք նորից շարունակելու ենք ընտրել վատ եւ վատագույնի մեջ, իսկ մենք գիտենք, որ հանրային վստահությունը ահագին նվազել է գործող քաղաքական ուժերի, ապա դա խոսում է այն մասին, որ մեր քաղաքական դաշտը վերափոխվելու ունակ չէ եւ ավելի լավ առաջարկ, քան եղածը մենք որպես ժողովուրդ չենք կարողանում գեներացնել։ Տիկին Հակոբյան, ձեր վերջի խոսքը։ Ես կերկրորդեի, եթե բայցից հետո տեքստը չլիներ պարոն Միսկարյանի։ Իդեպ զենքի ձեռքբերումը նենց եք ներկայացնում, ոնց որ խանութից հաց գնել է, այդպես չէ, զենքի համար պայմանագրեր են կնքվում, այդ զենքը պետք է հասցնել դեպի Հայաստան եւ այլն։ Բրոնե ժիլետը ոնց է հայերեն, զրահաբաճկոնի համար բանակցություններ եւ հիշեք, էլի հիշեք մի ընդհատեք, հիշեք, հետո կանդրադառնաք։ Ես այս ամեն ինչը հենց տենց եմ սկզբից անում։ Հետևաբար Պարոն Միսկարյանը ամբողջությամբ ասաց, հիմա ինչքան խոսքի ազատությունն, ինչքան ուրեմն ազատ է, որքան ազատ է դաշտը զբաղվելու քաղաքականությամբ, եւ սա խոսում է հենց պրոգրեսի մասին եւ մեր ուժի ձեռքբերումների մասին որոշակի։ Դուք նաեւ խոսեցիք վերափոխման մասին, հրաշալի կլինի քաղաքական դաշտը վերափոխում լինի, այս ընդդիմությունը ոչ մի ուրեմն ՕԳԳ չունի եւ բնականաբար մենք որպես իշխանություն եւ հաջորդ ընտրություններում էլ վստահաբար շարունակելու ենք լինել իշխանություն, որպես իշխանություն շատ կուզենանք տեսնել առողջ ընդդիմություն,
մեզ առողջ քննադատող ընդդիմություն, մեզ աշխատելուն ուրեմն այսպես հրող ընդդիմություն, բացերը նկատող ընդդիմություն, որտեղ ընդդիմության դերը քաղաքական դաշտում շատ կարևոր է։ Ես ամեն ինչ կանեմ, որ դուք որակյալ ընդդիմություն լինեք հաջորդ իշխանությանը։ Մենք իշխանություն ենք լինելու, ինչպես սկզբից ասացի։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ պարոն Այդ, շնորհակալ եմ ձեզ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ ձեզ պարոն Միսկարյան, մեր բանավեճի մասնակիցներն էին Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Գարեգին Միսկարյանը, այսպիսին էր մեր այսօրվա բանավեճը, կհանդիպենք